ունի պատասխան եւ որը ընդհանուր գնահատականի խնդիրը դա առանձին է։ Հիմա ուղիղ իրավական առումով հայրը որդու համար պատասխանատու չի, բայց գաղափարական առումով բարոյապես իհարկե պատասխանատու։ Ես ոնց կարամ խուսափեմ իմ հորից կամ իմ հայրի ինձանից կամ յուրաքանչյուր նորմալ մարդ։ Արձագանք ունեք, չունեք։ Ճիշտ որոշում։ Արման Եղոյան։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, լավ է, որ ձեր գործընկեր Տիկին Յոլյանը հաստատեց, որ իր լրագրողական գործունեության ժամանակ ականատեսն է եղել, թե ինչ համակարգային կոռուպցիա է եղել, իրանից հետո կարող եք հարցնել, ինչ համակարգային կոռուպցիայի մասին է եղել խոսքը, բայց ես իմ կյանքից եմ ուզում մի պատմություն պատմել, մի քանի ամիս առաջ է եղել, փողոցով քայլում էի, մի մարդ մոտեցավ, շատ ջղայնացած, ներկայացավ որպես գործարար, ինձ նույնիսկ թվաց ընդդիմադիր է, մի պահ, ասաց, ինչի դուք նորմալ չեք բացատրում, թե ինչ բան է, ինչ ասել է Սաշիկի 50%, ասի ինչ է նորմալ չենք բացատրում, ասես նա այդ ոնց է եղել։ Ու պատմում է, ասեց ոնց էր առաջ, ապրանքը պետք է ներկրեիր, բերում էիր մաքսատուն, ինքը իր փորձից է ասում էլի, մաքսային ծառայողը ներկայացնում էիր ծառայողին, ասենք $1000 ինվոյս, ասում էր այս ինվոյսը դիր մի կողմ, անցի կողքի սենյակ, քեզ նոր ինվոյս ընդեղ կտան, գնում էիր կողքի սենյակ, տալիս էին $500 ինվոյս, $500 մաքսազերծումն անում էիր, ասում էր դե մյուս $500 մաքսազերծման կեսը դի սեղանին, կեսն էլ թող քեզ մնա, գնա տուն ազատ ես։ Եթե չհամաձայնվեիր, կողքի սենյակից կստանայիր $2000 ինվոյս։ Ասում է, այս է եղել սխեման, հելեք բացատրեք մեր հարգելի քաղաքացուն, ուզում ասեմ, որ ահա, ձեր խոսքը տեղ հասցեցի, բայց ձեզ որպես այդ համակարգում փորձառու մասնագետ ուզում հարցնել։ Մարդու ով այդքան գոված, այդ Կարեն Կարապետյանի, Վարդան Հարությունյանի ժամանակվա բարեփոխումներ եւ այլ։ Դուք երբևէ լսած կամ տեսած կաք այս իմ օրինակի մեջ նկարագրված երևույթ, ընդ որում ասում այնտեղ տեսախցիկ էր տեղադրված, այդ քաղաքացին է ինձ ասում, որ հանկարծ մի կոպեկ, մի $1 աչուձախ չգնար, որ բրգաձև, սիրուն աստիճաններով, բաժանելով, մինչև վերև գնար, դա էլի համակարգային է, որ տեսախցիկով, վերահսկումով եւ այլն։ Դուք երբևէ, ասում եք գլխավոր պաշտոն եք, չես զբաղեցրել։ Նման բան տեսած կամ լսած մեկից, որ այդ տեսեք տեսախցիկը դրել են չեն թողնում մի կոպեկի ձեռտանք չափից ավել, այդպիսի բան եղել, հա։ Պարոն Եղոյան, շատ հետաքրքիր է ձեր հարցը։ Դուք ազգային ժողովի փորձառու պատգամավոր եք, ես նոր եմ պատգամավոր։ Բայց ձեր մոտ հարց չառաջացավ, որ հիմա եկեք գործողություն ձեռնարկենք, իրավապահ մարմիններին դիմենք, տեսնենք այդ ինչ է տեղի ունեցել։ Մատ խորանայիք, հետամուտ լինեիք այդ հարցին։ Հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Անկեղծ դուք ազգային ժողովի պատգամավոր եք եւ ձեզ մարդը մոտեցել է, ներկայացրել է, հենց էլ պատկերավոր ասեցիք, որ ես կարծում եմ, որ դուք պետքա հետամուտ լինեիք այդ ամեն ինչին։ Ինչու չեք արել։ Չունեմ պատասխան այլ։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, իմ հարցը կարող է ունենալ երկու պատասխան, կամ այո, լսել եք, տեսել եք կամ լսել եք, մենք դատարանում չենք հիմա։ Դուք անձամբ անպայման չի որ հիմա ցուցմունք տակ։ Ասեք, հա լսել եմ, ինչ որ ասում էին նման մի բան կա, բայց չգիտեմ ով էր, ինչ էր, որ մաքսատաններ։ Կամ կարող ասեք, կյանքում ես նման բան չեմ լսել։ Կարող ասեք, դա ինչ աբսուրդ սխեմայի մասին է խոսում, ո՞ս կարող էս բան լինի։ Կեղծ ինվոյսնակ փողի կեսը դնենք գրպանները, կեսը թողեն ներկերողի գրպան, ո՞ս կարող էս բան լինի։ Կամ այդպես պատասխան կարեք, դուք ոչ եք տալիս, ոչ եք տալիս։ Դες ո՞նց կլինի։ Լավ, ու վերաձևակերպեմ հարցս, պարոն Ֆարմանյան։ Հասկացա։ Եթե ձեր աշխատած տարիներին ավելի པարզ հարց եմ տալիս, այն հարցին էլ կարաք պատասխանեք, բայց ավելի པարզ հարց եմ տալիս։ Եթե ձեր աշխատած տարիներին որևէ մաքսավորի ասեին, որ ինքը աշխատավարձ չի ստանալու, ինքը գործից դուրս կգար։ Ես չէի դուրս գա, որտեվ այլ եկամտի աղբյուր չունեի, թե ուրիշը այլ եկամտի աղբյուր ուներ, թե չուներ, չեմ կարող ասել։ Ասում եմ, եթե ասեն դու աշխատավարձ չես ստանում, դուրս կգար գործից, թե չէ։ Ես դուրս կգայի, եթե ինձ ասեին, ուրիշի փոխարեն չեմ կարող պատասխանել, ես դուրս կգայի աշխատանքից, որտեվ առանց աշխատավարձի չէի կարող ապրել պարզապես։ Ինչ վերաբերում է տեսել եք թե չէ, ոչ, պարոն Եղոյան, չեմ տեսել, դա ձեր հարցը փորձեմ պատկերավոր մեր հայրենակիցներին ներկայացնել, սա դահլիճ է, ժողովուրդ ջան։ Տեսնում ենք, չէ՞ որ դահլիճ է, փաստում ենք, որ սա դահլիճ է։ Այս դահլիճի վրա շինարարներ աշխատել են, ես չեմ տեսել։ Բայց սա դահլիճ է։ Հիմա երբ որ ես գնահատական եմ տալի քաղաքական, ասում եմ, այո, եղել են կոռուպցիոն դրսևորումներ։ Թե դրանց ճարտարապետներն ովքեր են, չգիտեմ, պարոն Եղոյան։ Աննա Գրիգորյան։
Ես իրականում հարց պլանավորել էի, բայց ես փուլում չեմ հարցնի, նախագահությանը կհարցնեմ։ Առավոտյան կարծես թե քննարկում ենք, որ հնարավորինս սահմանափակենք ելույթները, բայց մաքսիմալ մեծ քանակությամբ հարցադրումներ գրանցվեցին, այսինքն ընդհանուր պայմանավորվածությունը ինչի մասին էր մեկ, եւ երկրորդը առաջին հանձնաժողովի ղեկավարի ընտրության ժամանակ մեծ հաշվով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քվեարկությունները կլինեն 12 հանձնաժողովների նախագահների տեխնացուների հարցերի քննարկումից հետո։ Ես հիմա ուզում եմ առաջարկել երկու խմբակցություններին 6 հանձնաժողովի ղեկավարների տեխնացուների քննարկումից հետո անցկացնել մի ընտրություն եւ հետո հաջորդ 6-ը արդեն կարծում եմ նորմալ կլինի 6, այսինքն երկու մասի առնվազն բաժանենք։ Մեծ հաշվով երկու բան էի ասում, հնարավորինս կրճատենք նաեւ ոչ միայն ելույթների քանակը, այլ նաեւ հարցերի քանակը, որպեսզի գոնե 2 շաբաթվա ընթացքում այս բոլոր հարցերը ավարտվեն եւ 6 քվեարկություն կազմակերպել։ Տիկին Գրիգորյան, որպեսզի շարունակենք, բայց խնդրեմ կհիմնավորեք, որպեսզի գործընկերները գոնե փաստարկ լսեն։ Միացրեք Տիկին Գրիգորյան խոսքը։ Այդ 6-ի մասը էլի, փաստարկը ո՞րն է։ Դե նախ ամբողջությամբ 6-ը ունենանք, նաև հասկանանք ընդհանուր տրամադրվածությունը ոնց է, քվեարկություններն ինչպես են անցնում, նոր առաջադրումների անհրաժեշտություն լինում, չի լինում, ֆրակցիայի ներսում քննարկումների անհրաժեշտությունը առաջանալու։ Այսինքն, երբ որ 12-ը միանգամից նոր հարցեր են առաջանում, որոնք կարող է ոտքի վրա հնարավոր չլինի ամբողջությամբ քննարկել եւ իրականացնել։ Ես կարծում եմ կես ժամվա 40 րոպեվա խնդիր է։ Հասկացա ձեր փաստարկը։ Նախ Տիկին Գրիգորյան, դες հարց չի, պարոն Ֆարմայան, ձեզ երևի ավելի շատ ինձ է։ Տիկին Գրիգորյան, եղել է ընդհանուր ոնց հասկանում եմ ընկալում, որ լավ կլինի ելույթները քիչ լինեն, բայց պայմանավորվածություն որպես այդպեսին ոնց որ թե չեղե, ու սա ելույթները չեն, սա հարցերն են։ Մյուս մասով, խնդրեմ, ես խոսք տամ խմբակցության ղեկավարները թող արտահայտվեն, պարոն Կարապետյան, խնդրեմ։ Նարեկ Կարապետյանի խոսափողը միացրեք։ Տիկին Գրիգորյան, մենք դեմ չենք։ Տիկին Մանավազյան, հարցը հետևյալն է, ուժեղ Հայաստանը դեմ չի, իսկ Տիկին Գրիգորյանը առաջարկում է հետևյալը, ասում է, չնայած մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ 12 հանձնաժողովի նախագահի տեխնացությունները կքննարկենք, հետո 1 քվեարկություն կանենք, առաջարկում է անել կես-կես։ Ես կարծում եմ մենք պետք է մնանք մեր սկզբնական որոշմանը եւ վերջում կքվեարկենք, քվեարկությունը կկազմակերպենք։ Ինչ վերաբերում է ելույթներին, ես էլի կողմ եմ, որպեսզի կանոնակարգենք եւ ելույթները այդ թվում, բայց լավ կլիներ նախապես ընդդիմության տեխնացուներին իմանայինք, որպեսզի մենք անակնկալի չգայենք այստեղ եւ այսքան հարցեր չգրվեինք։ Հետաքրքիր տարբերակ է։ Տիկին Գրիգորյան, քանի որ կոնսենսուս չէ, ես հիմա խոսք չեմ տա որ բան չծավալվի քննարկում։ Ես ոնց հասկանում եմ կոնսենսուս չկա, իսկ սկզբում եղել է նախնական կոնսենսուս, որ վերջում քվեարկենք եւ քանի որ կոնսենսուս չկա, պետք է այդպես էլ առաջ շարժվենք։ Բայց ես եթե դեմ չեք, կարող ենք օրինակ ընդմիջմանը կամ նիստի ավարտից հետո 3 խմբակցությունների ղեկավարով եւ ես քննարկենք, գուցե գտնենք ճանապարհ, այսինքն կրճատելու ամեն ինչ։ Որտեվ համաձայնեք բաներ կա, որ իրար մասին չգիտենք, պլանների, դա էլ է խանգարում կրճատելուն։ Եթե դեմ չեք, նիստի ավարտից հետո կարճ քննարկում ունենանք, թեկուզ ստեղ դահլիճում։ Տիգրան Գալստյանը հանել, Լևոն Քոչարյան։ Նախ ուզում եմ մի փոքր այսպես, չգիտեմ, ինֆորմացիա կամ որպես ռեպլիկ քննարկումների